Hello everyone, I am Բարի օր բոլորին, ես Արսեն Գասպարյանն եմ, բարի գալուս ABC Media-ի հատուկ թողարկում։ Այս պահին Հայաստանում ամենակրնարկվող թեմաներից մեկը հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների միջև հակամարտությունն է։ Մեր հյուրն է Amsterdam & Partners իրավաբանական ընկերության հիմնադիր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, որն ունի միջազգային մեծ հնչեղություն ստացած գործերի վարման տասնամյակների փորձ։ Պարոն Ամստերդամը մեծ ուշադրությամբ հետևում է եկեղեցու և իշխանությունների միջև այս հակամարտությանը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, Ռոբերտ, հաճելի է ձեզ այստեղ տեսնել։ Ինձ համար միշտ պատիվ է լինել Հայաստանում։ Դուք Հայաստանում ստեղծված իրավիճակը նկարագրել եք որպես հարձակում քրիստոնեության դեմ։ Մինչ առաջին հարցիս անցնելը կցանկանայի Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի զեկույցից որոշ փաստեր ներկայացնել։ Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Եմենում, Լիբիայում, Սուդանում, Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների մակարդակն ամենաբարձրն է։ Այս երկրները համարվում են քրիստոնյաների համար ամենավտանգավոր վայրերը։ Արձանագրվել են հարկադիր աշխատանքային ճամբարներում ազատազրկումների, խոշտանգումների և մահապատիժների դեպքեր։ Չեմ ցանկանա, որ Հայաստանը ապագայում հայտնվի այս երկրների շարքում։ Զեկույցում նաև նշվում է, որ ավելի քան 380 միլիոն քրիստոնյա ենթարկվում է բարձր մակարդակի հետապնդումների և խտրականության, և այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։ Ամբողջ աշխարհում քրիստոնյաների աջակցությամբ զբաղվող Open Doors հասարակական կազմակերպության գնահատականներով աշխարհում հավատքի պատճառով սպանվող քրիստոնյաների թիվը տարեկան գերազանցում է 5000-ը, այսինքն օրական շուրջ 13 մարդ։ 24 թվականին և 25 թվականներին մոտ 8000 քրիստոնեական եկեղեցի և սեփականություն ենթարկվել է հարձակումների։ Այսպիսով շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ իհարկե կհամաձայնեն ձեր ստեղծած իրավիճակը որպես քրիստոնեության դեմ հարձակում որակմանը։ Կցանկանամ նշեք, թե Հայաստանի իշխանությունների կոնկրետ որ գործողություններն են խախտում կրոնական ազատության միջազգային չափանիշները։ international religious freedom standards. Well, look, let's be very blunt. In no country that you've mentioned, Եկեք խոսենք ուղիղ։ Ձեր նշած երկրներից ոչ մեկում որևէ քաղաքական առաջնորդ չի խոսել իր երկրի քրիստոնեական առաջնորդի մասին այնպիսի արհամարանքով, ինչպես Փաշինյանը կաթողիկոսի մասին։ Նրա լեզուն ավելի շատ նման է փողոցային բառապաշարի, քան քաղաքական խոսույթի։ Նրա միջամտությունը պատարագներին պատարագի կարգը փոխելու մասին առաջարկությունները կաթողիկոսին փոխելու համար հատուկ խորհուրդ ստեղծելու նրա գաղափարը գրեթե աննախադեպ են։ Սա կամ նարցիսիզմի դրսևորում է, կամ համոզմունք, որ նա պետք է բավարարի ադրբեջանական որոշակի պահանջներ։ Սա արտացոլում է հավասարակշռությունից լիովին դուրս իրավիճակ, ներկայացնում է սարսափելի ռիսկ և ըստ էության նշանակում է, որ Հայաստանը գտնվում է իրավիճակում, երբ իշխանությունները խախտում են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածները, որոնք վերաբերում են կրոնի և միավորման ազատությանը։ Նմանատիպ բազմաթիվ գործեր կան մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, սակայն այն, ինչ անում է Փաշինյանը, գրեթե առանձնահատուկ դեպք է։ Եկեղեցու վերաբերյալ նրա բառապաշարը ծայրահեղ անհարգալից է։ Նրա վարքը եկեղեցիներ ներխուժելն առանց պատշաճ համակարգման, որը նույնիսկ հանգեցրեց ֆիզիկական առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդ տղայի հետապնդմանը։ Կաթողիկոսի որոշումները բեկանելու վերաբերյալ դատարաններին տրվող հրահանգները գրեթե աննախադեպ են, հատկապես մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրներում։ Այսպիսով Հայաստանն արդեն իսկ հատել է մի շարք կարմիր գծեր։ So Armenia has crossed a number of red lines already. Okay, since you mentioned European Convention on Human Rights and other. Քանի որ դուք հիշատակեցիք մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան և այլ եվրոպական կառույցներ, ինչպիսին է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, եկեք կարճ անդրադառնանք Հայաստանի հարևան երկրին հիասքանչ և գեղեցիկ Վրաստանին։ Եվրոպական միությունը, Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, անդամ պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և այլն,
Մշտապես աջակցել են Վրաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչը նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավոր նպատակն էր։ Մի քանի դատավճիռներից հետո Սաակաշվիլին այժմ դատապարտված է երկարատև ազատազրկման։ Նայեք նրա նկարին, նա չափազանց նիհարել է, կարծես մահամերձ լինի։ Միսն ու ոսկորներն են մնացել եւ բառացիորեն հյուծվում է։ Սակայն ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը եւ ոչ էլ Լոնդոնը նրա առողջական վիճակի վերաբերյալ հանդես չեն եկել որևէ զեկույցով կամ բարձր մակարդակի հայտարարություններով։ Թվում է օգտագործեցին եւ մոռացան իրենց գործընկերոջը։ Այս պայմաններում ինչպես կարող են հայ առաքելական եկեղեցին եւ նրա հետևորդները հույսը դնել այս եվրոպական եւ արևմտյան կառույցների վրա։ Rely on these European and Western institutions. Look, let's be very clear. I don't think you can. Եկեք լինենք անկեղծ, չեմ կարծում, որ կարող են։ Բազմիցս համոզվել ենք, որ Հայաստանը պետք է ապավինի ինքն իրեն։ Այդ պատճառով է այդքան կարևոր ընտրություններին մասնակցելը։ Երբ խորհրդարանական ուժն իր ծրագրում հայտարարում է, որ պատրաստվում է քանդել եկեղեցու կառուցվածքը, շատ կարևոր է, որ ձեր պարտքը համարեք մասնակցել ընտրություններին եւ ձեր ձայնը հնչեցնել։ 1700-ամյա եկեղեցին ոչնչացնելու մասին քաղաքական ուժի հայտարարությունները որևէ կերպ ընդունելի չեն միջազգային իրավունքի տեսանկյունից։ Հիմա Փաշինյանն իհարկե կասի մենք այն չենք քանդում, մենք այն վերակառուցում ենք։ Եվ այն, որ ավելի քան 40 պետության ղեկավարներ այստեղ էին եւ նրանցից ոչ ոք չբարձրաձայնեց այդ հարցը, չափազանց ամոթալի է։ Ես ամբողջ կարիերայիս ընթացքում պաշտպանել եմ քրիստոնյաներին։ Վերջին 3 տարիներին զբաղված եմ եղել Ուկրաինայում Զելենսկիի վարչակարգի սարսափելի ճնշումներից ուկրաինական ուղղափառ եկեղեցու պաշտպանությամբ։ Զելենսկին ցանկանում է վերահսկել եկեղեցին, քանի որ ցանկանում է վերահսկել երկրում ամեն ինչ։ Բարեբախտաբար վերջին 1 ամսվա ընթացքում այնտեղի իշխանությունները կարծես փոխել են իրենց դիրքորոշումը եւ այժմ ընդունում են, որ պնդումը, թե Ուկրաինայի եկեղեցին Ռուսաստանի կողմից էր վերահսկվում, պարզապես հորինվածք էր եւ որ եկեղեցին իրականում ուկրաինական է։ Նաեւ փաստ է, որ առաջնագծում կռվող զինվորների մեծ մասն այդ եկեղեցու անդամներ են։ Այսպիսով Ուկրաինայում հենց եկեղեցին է, որ պաշտպանել է ինքն իրեն, ինչպես նաեւ Ուկրաինայի ժողովուրդը։ Նույնը պետք է անի նաեւ Հայաստանի ժողովուրդը։ And the people of Ukraine, and I am saying to the people of Armenia that they have to do the same thing. That's a very important message you shared that the Շատ կարևոր ուղերձ հնչեցրեցիք, այն որ հայ առաքելական եկեղեցին եւ նրա հետևորդները պետք է ապավինեն միայն իրենց։ themselves in this case. Listen, in all of the cases I am participating in globally, I always tell people that these Բոլոր միջազգային գործերի շրջանակում, որոնց ես ներգրաված եմ, միշտ ասում եմ, որ այս միջազգային կառույցները շատ հաճախ ծառայում են խոշոր պետությունների շահերին, ոչ թե փոքրերի։ Տպավորիչ է, որ այստեղ ներկա էր 40 երկրի առաջնորդ։ Եվ ինչ է հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Իլհամ Ալիևի ելույթը, որով նա առանց որևէ մեկնաբանության 19 քրիստոնյաներին անվանեց ռազմական հանցագործներ։ Եվս մեկ շատ կարևոր փաստ։ Եվրոպական միության միակ պարտավորությունը, որն այժմ նաև պայմանագրային բնույթ ունի, Հայաստանին օրենքի գերակայության ապահովման հարցում աջակցելն է։ Իսկ արդյոք նրանք դա արել են։ Ոչ։ Նրանք իրավաբանորեն պարտավոր են դա անել։ Փաշինյանի իշխանությունը գործում է որպես թույլ ավտորիտար ռեժիմ։ Նա բանտարկել է անդիմադիր առաջնորդներին, հարձակվել է եկեղեցու դեմ։ Անգամ եղել է ժամանակ, երբ երկրում գործող եպիսկոպոսների մոտ 1/4-ը գտնվում էր բանտում, իսկ Եվրոպական միությունը լուռ է, ամոթալի կերպով լուռ։ And the European Union has stayed silent, shamefully silent. Sure, and given the Armenian Apostolic Հաշվի առնելով, որ հայ առաքելական եկեղեցին ունի յուրահատուկ սահմանադրական կարգավիճակ, խնդրել եմ մեր գործընկերներին ցուցադրել այս առանձնահատուկ կարգավիճակի եւ արտոնությունների վերաբերյալ Հայաստանի սահմանադրության 18-րդ հոդվածը։ Ինչպես է տարբերակում կրոնի նկատմամբ հետապնդումը քաղաքական ուժային կենտրոնների միջև հակամարտությունից։ Look, I think in this situation it is important to be Կարծում եմ այս իրավիճակում կարևոր է առաջնորդվել արկա փաստերով, իսկ փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցին երկրի քաղաքական համակարգի մաս չէ, ինչպես կաթոլիկ եկեղեցում Հռոմի Պապ Լևոն 14-րդը եկեղեցին իրավունք ունի խոսելու ամենալայն հանրային հարցերի մասին, օրինակ պատերազմը եւ խաղաղությունը։ Կաթողիկոսը եւ եկեղեցու այլ ներկայացուցիչներ արտահայտել են իրենց կարծիքը պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ, սակայն նրանք չեն փորձել ազդեցություն գործադրել կառավարության ներսում։ Նույնը պետք է անի նաեւ պետությունը։ Չլսված բան է, որ Փաշինյանը ցանկանում է փոխել պատարագի անցկացման կարգը։ Սա լիովին դուրս է նրա լիազորությունների շրջանակից։ I mean, these are things completely outside his realm. right in other countries there are also Այլ երկրներում կառավարությունների եւ կրոնական հաստատությունների միջև նույնպես կան խառը կամ տեղայնացված հակամարտություններ։
Հայաստանի դեպք ինչով է տարբերվում մյուսներից։ from those situations. Look, as I said, I think the Armenian situation is different. Number one, Ինչպես արդեն ասացի, կարծում եմ, որ Հայաստանի դեպքը տարբեր է։ Նախ Հայաստանի բնակչության շուրջ 93%-ը եկեղեցու անդամ է։ Սա աննախադեպ բան է ամբողջ աշխարհում։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցին 1700 տարի եղել է քրիստոնեության բնօրրանը։ Եկեղեցին եղել է հայ ժողովրդի կերտման եւ ձևավորման առանցքային հենքը։ Խորհրդային շրջանում եկեղեցին էր այն կառույցը, որը շարունակ փորձում էին կործանել։ Կասեմ հետեւյալը. այն բազմաթիվ գործիքներից, որոնք Փաշինյանը փորձում է կիրառել, այդ թվում եկեղեցու ներսում պառակտում մտցնելը, ուղղակիորեն վերցված են խորհրդային մտածողությունից եւ գործելակերպից։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, պետք է նշեմ, որ ես խորապես ուսումնասիրել եմ խորհրդային քաղաքական հաղորդակցության մեխանիզմները։ Բրեժնևի օրոք եղել եմ Ռուսաստանում եւ նախկինում տեսել եմ այս ամենը։ 1975 թվականին եղել եմ Կիևի Լավրաներում, վանական համալիրներում։ Այնինչ հիմա անում է Փաշինյանը եկեղեցին քանդելու համար, ես տեսել եմ նախկինում։ Pashinyan is doing to destroy the church is something I haven't seen before. Right, because religious freedom isn't just about allowing worship. It's about ensuring the state. Ճիշտ է, որովհետև կրոնական ազատությունը պարզապես պաշտամունքի թույլտվություն չի նշանակում։ Այն պետք է հետևի, որ պետություն օրենքը որպես զենք չօգտագործի կրոնական հաստատությունների դեմ։ Այժմ խոսենք բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին։ Սակայն մինչ այդ նշենք, որ Հայաստանում կա մի կարևոր օրենք, այն ընդունվել է 1991 թվականին։ Հայաստանի շատ քաղաքացիներ չգիտեն, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածում հստակ նշված է, որ պետությունը պետք է երաշխավորի կրոնական կազմակերպությունների անդամների իրավունքը մասնակցելու երկրի քաղաքացիական եւ քաղաքական կյանքին, մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Խոսեցիք բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին։ Իշխանությունները պնդում են, որ ցանկացած նման ձերբակալություն հիմնված է կոնկրետ իրավական մեղադրանքների վրա, այլ ոչ թե կրոնական պատկանելության։ Հիշենք դեպքերը մեկ առ մեկ։ Բագրատ arczepiskopos Գալստանյան, Տավուշի թեմի առաջնորդ, արդեն 11 ամիս գտնվում է կալանքի տակ։ Նրա 18 աջակիցները նույնպես կալանքի տակ են։ Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել arczepiskopos Աջապահյան, կալանավորվել է անցյալ տարվա հունիսին, հետագայում դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա առողջական վիճակը չի համապատասխանում կալանքի պայմաններին։ Ներկայումս կալանքը փոխարինվել է տնային կալանքով եւ երկրից բացակայելու արգելքով։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյան կալանավորվել է 25 թվականի դեկտեմբերին, մի քանի ամիս պահվել է կալանքի տակ, այժմ գտնվում է վարչական վերահսկողության տակ։ Մկրտիչ arczepiskopos Պրոշյան, Արագածոտնի թեմի առաջնորդ, ձերբակալվել եւ կալանավորվել է 25 թվականի դեկտեմբերին, ներկայումս կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այսպիսով, ինչու եք կարծում, որ այս դեպքերը կրոնական հետապնդման օրինակ են, այլ ոչ թե ինչպես իշխանություններն են պնդում օրինական իրավապահ գործողություններ։ Makes you confident that these cases represent religious persecution rather than legitimate law enforcement, as authorities claim. Firstly, under Article 5, Նախ 5-րդ հոդվածի համաձայն ազատազրկումը պետք է կիրառվի որպես վերջին եւ ծայրահեղ միջոց։ Ուստի միայն այդ երկարատև կալանքը բավարար է արձանագրելու, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանի մարդու իրավունքները խախտվել են։ Պետք է դիտարկել երկու հանգամանք։ Նախ նրանցից շատերը կալանավորվել են անօրինական կերպով, ինչը Հայաստանում որոշակիորեն սովորական երևույթ է։ Երկրորդ, այս անձանց բարձրակարգ պաշտպաններ են ներկայացնում եւ իմ կողմից անհարգալից կլիներ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրի գործին, քանի որ չէի ցանկանա որևէ կերպ ոչ ճիշտ ներկայացնել այն պաշտոնական դիրքորոշումները, որոնք իմ համոզմամբ լիովին հիմնավոր են, եւ իմ գնահատմամբ այս անձանցից ոչ մեկը չպետք է գտնվեր կալանքի տակ, սակայն հարգելով թե դատական համակարգը, թե իմ գործընկերներին, չեմ ցանկանում քննարկել որևէ այլ գործ, բացի մեր գործից, որտեղ իհարկե ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին։ our case where of course I'm privileged to represent Samuel Karapetyan. Այո, իմ հարցը վերաբերում էր փաստերին, որոնք վկայում են համակարգված թիրախավորման մասին։ When you see this type of number and you see
Այս վիճակագրությունը Փաշինյանի վարքագիծը եկեղեցու նկատմամբ նման հարձակումների, եկեղեցու հասցեին կիրառվող բառապաշարի, պատարագի կարգին միջամտելու եւ կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությունների համատեքստում այս ամենն ինքնին բավական խոսուն է։ Կարիք չկա անդրադառնալ առանձին դեպքերին, որպեսզի ասենք, որ սա համակարգային հետապնդում է։ have to deal with the individual cases to say this is a systemic persecution. So the government's rhetoric Կառավարության հռետորաբանությունն ու գործողություններն ավելի ու ավելի ակնհայտորեն թիրախավորում են անձամբ կաթողիկոսին։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պարզապես անհատ չէ։ Իմ ընկալմամբ նա կենտրոնական հոգևոր հեղինակություն է։ Հայաստանն աշխարհիկ պետություն է եւ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն կրոնական առաջնորդության նկատմամբ։ Իսկ երբ է կրոնական առաջնորդի հասցեին քաղաքական քննադատությունը վերածվում կրոնական ազատության խախտման։ violation of religious freedom. To be very frank with you, at its beginning. Անկեղծ ասած, հենց սկզբից այստեղ ամեն ինչ հստակ է։ Քանի դեռ կաթողիկոսը կատարում է իր պարտականությունները, իսկ բոլորս գիտենք, որ նա դրանք կատարում է, ցանկացած միջամտություն պետք է դադարեցվի։ Նրան արգելել է մասնակցել Ավստրիայում անցկացվող միջազգային կոնկլավին, Վրաստանում իր մտերիմ ընկերոջ ուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկել է կառավարության կողմից իրականացվող դաժան քայլեր են, որոնք ընդհանրապես չպետք է տեղ ունենան եկեղեցի-պետություն հարաբերություններում։ No basis in church-state relations. Very good, and let's get to my last question. So I would like to talk about Շատ լավ, հանցնենք իմ վերջին հարցին։ Կցանկանայի խոսենք հեղափոխական քաղաքականության օրինաչափությունների մասին, որովհետև ինչպես գիտեք, եթե դիտարկենք տարբեր հեղափոխություններ, 18-րդ դարի Ֆրանսիան օրինակ կամ 20-րդ դարի մի շարք հեղափոխություններ, 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում, Կուբայի հեղափոխությունը, Չինաստանի հեղափոխությունը, կտեսնենք, որ հեղափոխական շարժումները սովորաբար ճնշում են կրոնական կազմակերպություններին, քանի որ նրանց ընկալում են որպես մրցակիցներ, թե իրենց հեղափոխական միասնության, թե սեփական իշխանության համար։ Միացյալ Նահանգներում հեղափոխական քաղաքականության օրինաչափությունների վերաբերյալ հսկայական գրականություն կա։ Սակայն այն մարդիկ, որոնք ծանոթ չեն այդ ամենին, բնականաբար զարմանում եւ ցնցվում են տեղի ունեցածից։ Կցանկանայի անդրադառնանք Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական ծրագրին։ Այնտեղ կա երկու կետ։ Դրանցից մեկում հստակ նշվում է հայ առաքելական եկեղեցու փաստացի ղեկավարի հեռացման մասին։ Դա նշված է իշխող կուսակցության նախընտրական ծրագրում։ Եթե ճիշտ եմ հիշում, խոսքը պաշտոնաթող լինելու մասին է։ Երկրորդ կետը վերաբերում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունմանը, որը պետք է սահմանի ֆինանսական թափանցիկություն եւ հոգեվորականության վարքականոնի որոշ մեխանիզմներ։ Որն է այս ամենի վերաբերյալ ձեր գնահատականը։ establish some mechanism for financial transparency and good conduct of the clergy. What's your assessment of this, Robert? This is completely contrary to law. The churches are Սա լիովին հակասում է օրենքին։ Եկեղեցիներն ինքնակառավարվող կառույցներ են։ Եկեղեցական գործերին նման միջամտությունն անկեղծ ասած շատ նման է նրան, ինչ տեսել եմ Ուկրաինայում, որտեղ ավտորիտար առաջնորդը պարզապես ցանկանում է վերահսկել բոլորի կարծիքները։ Ուկրաինայում իրադարձությունների տրամաբանությունն այն էր, թե իբր գոյություն ունի ռուսական ազդեցություն։ Մինչդեռ բոլորը գիտեին, որ նման ազդեցություն չկա։ Պարզապես Զելենսկին ցանկանում է վերահսկողություն հաստատել։ Այդ նա էր ցանկանում միջամտել։ Այս դեպքում պարոն Փաշինյանը խոսում է ինչ-որ հոգևորական օլիգարխիկ խմբի մասին, ինչը նրա մտքում ստեղծված հորինվածք է։ Նա ցանկանում է խաթարել 1700-ամյա առաքելական ավանդույթը, ամբողջությամբ հրաժարվել եկեղեցական վարդապետությունից եւ ստեղծել նոր մեխանիզմ, որի միջոցով ինքը փաստացի դեր կունենա հաջորդ կաթողիկոսի ընտրության հարցում։ Չգիտեմ, արդյոք նա հասկանում է, թե ինչ է նշանակում առաքելական բառը, որովհետև ակնհայտ է, որ որևէ առաքելական եկեղեցի չի կարող շարունակել գոյությունը քաղաքական նման մակարդակի միջամտության պայմաններում։ Եվ անկեղծ եկեղեցու վերաբերյալ գիտելիքների նման պակասը բնորոշ է նաև Զելենսկիի շրջապատին, որոնք կարծես պատկերացում չունեն կրոնական դոգմաների մասին։ who seem to have no idea about religious dogma himself. Thank you very much, Robert. Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Իսկապես հետաքրքիր դիտարկումներ էին։ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահպանել է ազգի լեզուն, հայբուբենը, մշակույթը, երաժշտությունը, գրականությունը եւ ինքնությունն այն պայմաններում, երբ հայերը պետականություն չեն ունեցել։ Առանց եկեղեցու հայ ժողովուրդը գուցե չկարողանար գոյատևել։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հայերը պետք է որոշեն
ինչ ապագա են ցանկանում իրենց երկրի համար եւ ինչ վերաբերմունք ունեն այն քրիստոնեական ժառանգության նկատմամբ, որը դարերով պահպանել է իրենց։ ABC Media հատուկ թողարկման անունից շնորհակալություն բոլորիդ, որ մեզ հետ էիք։ Thank you for being with us.